Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև Սիսիան-Քաջարյան ճանապարհատվածի ծրագիր ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու կառավարության որոշման նախագիծ։ Ինչպես գիտենք, Հյուսարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ունենք Սիսիան-Քաջարյան հատված շուրջ 60 կիլոմետր, որտեղ նախատեսված է 407 կիլոմետր երկարությամբ 27 կամուրջներ կառուցել, 12.5 կիլոմետր երկարությամբ 9 թունելներ կառուցել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը 8.6 կիլոմետր, եւ այս ճանապարհատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կիլոմետրով, որն էլ 1.5-ից 2 ժամով կկրճատի ժամանակահատվածը, ինչպես նաեւ հիմա 50 կմ/ժ է միջին արագությունը կդառնա 100 կմ/ժ։ Նաև այս ճանապարհը կառուցելուց առաջին անգամ Հայաստանում կկիրառենք կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը միգրացիոն։ Այս ծրագիրը 3 մասից է բաղկացած՝ հյուսային հատված 27 կիլոմետր, հարավային հատված 24.2 եւ Վարգուշատի թունելը 8.6 կիլոմետր։ Այս ծրագրի շրջանակներում արդեն մենք ամիսներ առաջ մեկ նման որոշում կայացրել ենք, հավանություն տվել ենք եւ վերակառուցման զարգացման եւ Եվրոպական բանկի հետ 236 միլիոն եվրոյի համաձայնագիրը կնքվել է եւ հիմա գտնվում է ազգային ժողովում։ Հիմա սա երկրորդն է, արդեն մյուս գործընկերոջ հետ Եվրոպական ներդրումային բանկի նորից 236 միլիոն դոլարի մասն է խոսքը։ Այս ամբողջ ծրագրի նաեւ ունենք երրորդ գործընկեր Ասիական զարգացման բանկն է, որի հետ գտնվում ենք ընթացքի մեջ եւ առաջիկա ամիսներին նույն process-ով կանցնենք, ընդհանուր վարկային մասը կկազմի 708 միլիոն եվրո, իսկ կառավարության մասնաբաժինը կկազմի 150 միլիոն եվրո։ Նաեւ գիտեք, պարոն Գրիգորյան, որ հիմա Եվրոմիության գործընկերների հետ բանակցում ենք, քննարկում ենք դրամաշնորհային մասը այս ծրագրի։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 31 թվականը շինարարություն, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը 33 թվական։ Հիմնականում սա է, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Սանասյան։ Մենք նախագիծում ենք արդեն հաստատված։ 3 հատվածների համար էլ նախագծերը ունենք եւ այս փուլերը անցնելուց հետո արդեն կգնանք մրցութային գործընթաց։ Այդ նախագծերը փորձաքննության բոլոր փուլերը անցել են եւ դոնորների համար ընդունելի նախագծեր են։ Այո, նաև հիմա գտնվում ենք հողերի օտարման գործընթացում, հաջորդ տարվա բյուջեում էլ գումար ունենք նախատեսված հողերի օտարումները կիրականացնենք, զուգահեռ այս աշխատանքը իրականացվում։ Իսկ ԵՄ-ի հետ գրանտի բաղադրիչը երբ եք սկսում քննարկել ավելի կոնկրետ։ Որոշ նախնական քննարկումներ արդեն եղել են եւ այսպես ասած կոնկրետացումներից հետո իրենց հետ կշարունակենք ավելի կոնկրետ չափաբաժների եւ տեխնիկական մասերի շուրջ քննարկել։